թեմայի մասին sense խոսեմ, որի մեջ որ ես ինձ շատ բռնացրել եմ, հետաքրքիր մի բան կա, որ աղոթքը ինքը եւ կա աղոթք կրոնական հասկացողություն, կա աղոթք ճշմարիտ աղոթքը, որն որ Տիրոջ հետ խոսելն է, հաղորդակցվելն է, բայց կան թեմաներ, որոնք որ Տիրոջը եւ կարա զզվեցնող լինի։ Ասում էր Տերը տեղ կար, որ մալիտվը, которая мерзость, հասկանում ես, ու Տերը ինքը դրա համար որ մենք գետի պես չմոտենանք այդ հարցին, ինքը մեզ սովորացնում է ինչպես աղոթենք։ Հիշում ենք այս ամենը Մատթեոս 6-րդ գլխի մեջ ու ուզում եմ որ պրոստը ոչ թե մինակ գանք ու մեկից հասնենք հայր մեր աղոթին, ուզում եմ մի երկու տեղ նայենք իրար հետ, որոնցից մեկը Մատթեոս Ավետարանի 6-րդ գլուխ 5-րդ խոսքը, и когда молитесь, не будьте как лицемеры, которые любят в синагогах и на улицах, и на углах улиц остановиться, молясь, чтобы показать перед людьми истинно говорю вам, что они уже получают награду свою. Ես գիտեք մոտավորապես որ միտքս հասկանալի լինի ինչի մասին է խոսալը, մենք ֆարիսեյոր ասում ենք, չենք պատկերացնում, ինքը մարդ է, ու մեզ էլ կարա այդ հոգին բռնի, մենք էլ կարանք այդ վիճակի մեջ լինենք ժամանակ առ ժամանակ քրիստոնեությունը սորվում ենք ու առանց Քրիստոսը ապրում ենք, ես այս մասին կարող եմ խոսել եմ էլի, հա, քրիստոնեությունը պետք չի ու առանց Քրիստոս, սովորել ու առանց Քրիստոս ապրել, քրիստոնեությունը հենց Քրիստոսի հետ ապրելն է, որ Քրիստոս մեր մեջ ապրի, թագավորի, հիմա նայեք ժամանակ առ ժամանակ լինում է եւ աղոթներ, որն որ ես ինձ բռնացրել եմ, որ մի անգամ աղոթում ենք, այնպես մի սիրուն բառեր եմ աղոթում, հետիս աղոթողներին էլ եմ ճանաչում, էլի ով են աղոթում, ու ես հասկացա, որ ոչ թե ես աղոթում եմ երկինք, այլ ես պրոստը կողքիններիս ագաններին ուզում եմ ցույց տամ, ինչ նայեք ինչ մի հատ վիճակի եմ ես, էլի, հա, էլի վիճակ եմ ցույց տալիս, էլի սիրուն բառեր, հա, բանաստեղծություններ, հա, Տիրոջ էս չի հակառակը, Տիրոջ համար էս շատ վատ է, ասում они уже свое получили, շատ ու շատ էլ պետք է լինենք, ես իմ մասին եմ ասում, շատ հնարավոր է որ հաջորդ մի տեղ նոր ուզում եմ որ իրար հետ կարտալով гнанք առաջ, Ты же, когда молишься, войди в комнату твою и, затворив двери твою, помолись Отцу твоему, который в тайное, и Отец твой, видящий тайное, воздаст тебе явное. Հասկանում ենք ինչի մասին է խոսածածը, ես ուզում եմ մի հետաքրքիր բան ասեմ, հենց այդ ծածուկ վիճակ ու ծածուկի մեջ Տիրոջ հետ խոսածածը ու ինքն որ ամեն բան գիտե, էսի խորը գիտություն է։ Դու գիտես, ես շատ ժամանակ ամենակարևորներից մեկն որ հասկացել եմ, որ այն ինչ որ կազալս ոչ մեկ չեն տեսնում, դաժե բաներ կա, որ ես էլ չեմ տեսնում։ Դավիթ թագավորը աղոթելուց ասում էր. Господи, испытывай сердце мое и позри на правильном ли я пути։ Հա, մենք շատ ժամանակ հենց այդ մեր մեջի եղածը, մեր միջի թակունը, այս ամեն ինչն էլ բացահայտվելու համար պետք է որ Տիրոջ հետ հանդիպում ունենանք, որ Տերը իրոք մեր մեջի եղածին համապատասխան մեզի հետ խոսի մեր փրկության համար, մեր անձի կառուցվելու համար, որովհետև մեր աղոթքի պատճառներից մեկը պետք է լինի մեր անձի կառուցումը, իսկ մի հաջորդը լինի ամբողջովին իրան ընծայվենք ու իր հետ մյուսների կյանքերի մեջ օգտագործվենք։ Հիմա մեր էտապները դենց է, մինչև երկինք գնալը։ Դրա համար, երբ որ մենք փորձում ենք Տիրոջ հետ ապրելու մեջ քայլենք, Տերը ինքը նայում է դու հասկացել ես ինքը ինչ է ուզում։ Ինքը շատ լավ գիտե դու ինչ ես ուզում, բայց դու հասկացել ես թե ինքը ինչ է ուզում, որովհետև շատ ժամանակ մենք Տիրոջը գալիս ենք ու եկել ենք մենք մերն ենք ուզում։ Գիտեք ինչքան վատ է, դաժե մարդիկ չեն կարում կրեն ու տանեն, երբ որ մարդը իրանն է փնտրում։ Հա, երբ որ գնանք առաջ, նայեք մի հատ էլ տեղ եմ ուզում կարդամ 7-րդ խոսքը, «Молясь, не говорите лишнего, как язычники». Оказывается, մենք աղոթելուց կարանք շատ լիշնի բաներ ասենք, հա, как язычники գրված է, ինչպես հետանոսները։ Ու հետո նորից մի հատ էլ норից առաջ գնամ վերջացնեմ։ Ибо они думают, что в многословии своем будут услышаны, не уподобляйтесь им, ибо знает
Отец ваш, что вы имеете нужду, прежде вашего прощения у него. Մալյաժը նրանից հետո ասում է աղոթեք օչե նաշ։ Ու երբ որ ես դրանից հետո տեսնում եմ օչե նաշ աղոթն որ Տերը մեզ սովորացնում է հայր մեր, ոչ թե հայր իմ, այսինքն մարդը երբ որ Տիրոջ հետ է գալիս, արդեն ոչ միայն իր մասին է մտածում, եւ արդեն մարդիկ կան որոնց մասին մտածելով ինքն ասում է հայր մեր, ու խնդրվածքը ոչ թե իր համար է, լավ կլինի որ այնքան մի աշճանի հասնենք որ վաբշե մեր համար խնդրելու բան չունենանք, երթանք աղոթքի մինակ խնդրելու մեր ժողովրդի համար ու որ Տերը վստահելի որ մոտենանք, վարք ցույց տանք, կարգ ցույց տանք, հա, ու երբ որ մոտենում ենք Տիրոջի ու խնդրում ենք Տիրոջից հավատացեք ամենալավ པարզ լսվող աղոթները, այն աղոթներն են, երբ որ դու ինչ որ մեկի համար ես խնդրում։ Բայց երբ որ էլի մոտեցել ենք ու մեզի համար ենք ինչ որ մի бан ուզում փոխենք, գիտես, այդտեղ մի 31-ից է սկսում, «Итак, не заботьтесь, и не заботьтесь, не говорите, что нам есть или что нам пить, или что одеваться, потому что всего этого ищут язычника, и потому что Отец ваш Небесный знает, что вы имеете нужду во всем этом. Ищите же прежде Царство Божие и прежде правды Его, и это все вам приложится». Հիմա ես իմ կյանքից փորձից, իմ ապրածից մի շեդարքիր բան եմ տեսել, երբ որ դու ավելիով զբաղված ես ինչ որ մեկի կյանքի մեջ ներդրվելու, ինչ որ մի բան անելու, իտո մեր շնորհքը չէ։ Տիրոջ շնորհքն է, երբ որ սրա այս հոսքի մեջ ես մտնում, ապրելակերպ կա։ Ինքը ոչ թե աշխատանք է, ինքը ապրելակերպ է։ Երբ որ այդ ընթացքի մեջ ես մտնում, ունես մի հետարքի ժամանակներ ես սկսում ապրելը։ Այն ինչ որ ժամանակ առ ժամանակ շատ ժամանակ է չես մտածում, որ քեզի համար ինչ որ մի բան ունենաս, հա, հավատացեք, դաժե շատ այսպես լիշնի բան եմ մի հատ ուզում ասեմ, հանկարծ չեմ ուզում մեկիդ վնասե, եղել է ժամանակ, որ երեխուպես մի բան տեսել եմ ու ասել եմ, հատկի սենց ծերով, ասել եմ, վատ չի լինի, որ ես սրանից ունենամ, բայց մի բերան Տիրոջը չեմ ասել, ու նորից մտել եմ այդ հոսքի մեջ գնացել եմ, գիտեք որն է այդ արկիր, հետո դրանից լավն եմ ունեցել, դրանից լավը Տերը օրհնել է ու յուրահատուկ ձևի, որ նայր ու ասում եմ, նայ մի փոքր մտքից ծերով սենց անցավ, էլի, ես կամաչեի Տիրոջը կայնեի ու ինչ որ մի հատ բան նյութական կամ ֆիզիկական ուզեի, էլի, դրա համար ու իմ համար ուզեի, ես ուզել եմ բաներ, որ նոր եղել է ոչինչ իմ համար եղել է, ասել եմ Տեր ջան, գնանք, հասնենք, տանենք, գիտեք, ես օրինակ շատ հետաքրքիր բան եմ տեսել իմ կյանքի մեջ, այդ ժամանակ ես էլ էի վարձով մնում, հա, աղբերների հետ գնացել ենք, ոչ մի դատ էլի ճիշտ հասկացեք էլի, բայց մի տենց եղել է պատմեմ, իրադարձություն եմ պատմում, հա, գնացել ենք միտեղ մի մարդ շատ ահավոր վիճակի մեջ, չի կարում քայլի, մի քանի օր այդտեղ հաց չի կերել, էլի, հասկանում ես, ու սենց կանգնած մտածում եմ, ճիշտ է աղբերները մի քիչ ավելի ծառայողական աղբերներ են, ես նոր սկսել էի այդ ամեն ինչի մեջ, այսպես հեռու կանգնած մտածում եմ ինչ ենք անում, էլի, մի հատ մի 5-6 տղով մի հատ սպես բուտերբրոդ էինք տարել, հա, այս բուտերբրոդը տվինք ինքը արագ ուդում է, մենք կանգնանք ու սկսվավ աղոթքը, երբ որ աղոթքը սկսվավ, ես զարմանալի մի բան էի տեսնում, մեկը աղոթումը հրամայում էր, որ ինքը ելներ քելար, թե ինչեղ պետք է եղներ, ես չգիտեմ էլի հասկանում ես, այն մեկը վաբշե Տիրոջ վրա էր ճվում, թե ես քեզ ասում եմ արի ու բժշկի, այ քեզ բան ասում ես, ես հրաման է արձակում Տիրոջը, վախենում ես, էլի ու ինքն է ասում, ինքն ասում է, ես ասում եմ արի ու բժշկի, այ քեզ բան, վախենում ես, էլի հետ ես կանգնում, ասում ես Տեր ջան, կներես ինեն չէի ուզենա ստեղ լինեի, հասկանում ես, հետո վերջ ահագին ճվջվացինք, դենց էլ հեշտան չփոխվավ այստեղում մոտ, գիտես, ճվալուց ու բարձր աղոթելուց ոչ էլ այդ մեր բուտերբրոդով ոչ է կշտացավ, պես կիսած սոված թողինք գնացինք, գիտեք, ես մի բան եմ հասկացել, հավատն առանց գործի մեռած է, ու ինչի համար է մեռած, որովհետև եթե գործ չանես, դու իրան չես տեսնի, մեր Աստված գործող Աստված է, մեր Աստված կենտանի շարժվող Աստված է, մեր Աստված կերակրող Աստված է, ես դեր էլ ավելին ասեմ, մեր Աստված մերպես չի էլ մտածում, ինքը մեզի ասվի շատ է տեղեկացրել ու ասել որ իմ մտքերս, ձեր մտքերը չի, երբ որ մենք գնացել ենք, մեկի մոտ գնացել ենք, ասում է, ես ինչ հովիվի
հա, չգիտեմ, ինչի բարեկամն է։ Գնացել ենք աղոթել ենք որ բժշկվի։ Էլի նորից հոգեվիճակը շատ փոքր էր։ Գնացինք ինչ որ մի աղաքին էլ այնտեղ ճվացինք, մի քանի հոգի ձեր դրինք վրեն, բան էս կոմենք, որ պետք է այս մարդը բժշկվի։ Գիտես, մի օր արդեն մի քիչ ուրիշ ձևի է տիրոջը ճանաչում ու հասկանում, ասում ուզում ես հարց տաս։ Այն մարդ որ հովիվի բարեկամն է, ուրեմն պետք է բժշկվի։ Հարցը նրա մեջ է, թե Տերը կուզենար որ այդ րոպեին այդ մարդը բժշկվեր։ Գիտեք, ես ոչ մի անգամ չեմ տեսել որ Տերը մեզի Աստվածաշնչի մեջ ասե, ձեր նեղությունների ժամանակ ինձ մի մոռացեք։ Դու մենք մինես տեսակ ենք որ նեղության հենց ժամանակ ենք իրան հիշում։ Այդ Տերը մեզի ասում որ լայնը կհելնես, ինձ չմոռանաս։ Հա, դրա համար մենք որ գնացել ենք այդ մարդուն այդ նեղության միջից հանենք, այս մարդն էլ Տիրոջը ուր է հասցնելու տեսնի։ Դե փառք Աստծո, երևի հովիվը լավ աղոթել որ այդ մարդը ճիշտ վիճակի մեջ է, բարենպաստ վիճակի մեջ է, հիվանդ, չարչարանքների մեջ, տառնյակների մեջ, որտեղ որ ինքը կարիքավոր է։ Իսկ կարիքավոր մարդը երանելի մարդ է։ Կարիքավոր մարդը արդեն փնտրող մարդ է։ Կարիքավոր մարդուն կարում ես ասես որ գիտես կա մեկը։ Իր անունը փառավորվի, ճանապարհ է, դուռ է, ելք է, ինքն է այս վիճակից քեզ կարահանի ու ոչ թե այդ րոպեին աղոթենք որ ես տղաների մեջ իշքան մարդ կլինի հիվանդ տվյալ իրավիճակների մեջ կարող է լինի որ ցավերը շատ սխմի մոտենամ աղոթեմ ասեմ Տեր ջան եթե քո կամքն է թող մի քիչ ցավերը թուլանա էլի դժվար թե մեկը վկայություն անի որ ես այնտեղ հատուկ բժշկական աղոթություններ ենք անում հավաքվում ենք հա կարող է եւ դրա համար Տերս մարդ կբերի եւ էդել կանեն կամ եւ թե Տերը կառաջնորդի մենք օրինակ մի անգամ մի աղբոր գնացել էինք այցելության ծառայեցինք շորերը փոխեցինք ինքը բռնված որ ինքը դաժե իր անունը չէր հիշում այդ ձևի վիճակը վատ կներեք 1000 անգամ զուգարան տակներ գնում բան վերջը շոր բան փոխեցինք հագցրեցինք կեշտրեցինք արդեն որ դուրս պիտի գայինք դրտում եղավ դառնանք աղոթենք դառանք երբ որ աղոթեցինք գիտեք այսպես ելավ ձգվավ կանգնավ ու ընկավ գետին մերել նիշ ենք փեդի պես որ լրիվ միջից ուժն անցնում ու մնում է այդեն ծնկավ գետին հելա հիշեց որ ինքը աղասն է հիշեց որ ով է վերջը սաղ տեղն եկավ սկսեց արդեն ինքն էլ իր շալվարը փոխել ամեն ինչն էլ բայց հստակ դրտում էր որ դարեք աղոթեք գիտես երբ որ ինքն է ուզում երբ որ ինքն է ասում մենք շատ ժամանակ մեր սրտի ցանկությունից ասնավնո ժամանակն էլ ենք կորցնում հիմա նայեք ինքը ասում է Когда միտեղ հիմա կարդամ ուզում եմ էսի նայեք 7-րդ խոսքն է մալյաս не говорите лишнего ընենց է կպենձի այսօր լիշնի բաներ կան որի վրա ափսոս է այն ժամանակ նոր աղոթքի ժամանակ կայնի ու կորցնում ես հասկանում ես ինչ եմ ասում դաժե մարդ կա ծոմ է պահում հասկանում ես շատ լավ է որ սիրտ ունենք ինչ որ մեկի համար աղոթքություն ծոմ է պահում իր հիվանդության համար ծոմ է պահում իր աղոթքի չեմ ուզում ծայրահեղության տամ դու լավ ես անում ապրես շատ լավ ես անում բայց ես ամենայն դեպս ուզում եմ մի հատ շատ կարևոր բան հասկանանք մենք ծոմ ավելի լավ է պահենք իրան чтобы приблизиться հա ոչ թե այլ մի բան փոգելու համար որ ավելի ու մոտենանք ու պատասխան առնենք որովհետև աղոթքի ժամանակ Տիրոջից պետք է պատասխան առնել ոչ թե Տիրոջից պետք է անպայման են վերցնել ինչ որ ինչի հետևից որ գնացել ենք ես մի քանի անգամ վկայել եմ հենց ստեղել եմ վկայել որ ես էլ շաքարով հիվանդ լինելով աղոթեցի պատասխան առա շատ ուրախացա չեմ հավատում որ սաղ կյանքս է կարող է մնա Տերս կարող է որ իսկ մի օր ողորմություն անի մի օր էլ ինձ ասի որ վсё այսօրվանից հասկանում եմ որ կդիմանաս Են մեր գողոքու ծապ տալուն սիրտը չի գորանանա, մեր գողոքու ապրես ասելուն բան, կարող է դա արդեն վրայիցս անել, որ ես վիճակ ունենամ, որ ես չկորեմ, որովհետև ինձ Տերը հստակ տեղ ցույց տվեց, որ քեզ ես թողել եմ, было жалоплотя дьявола, հիշում եք Պողոս Արաքյալի մասով, հա, но я трижды помолился, Бог сказал, хватит тебе благодати, ключевое хватит тебе благодати моего։ Գիտեք, Տիրոջ շնորհքը ամենակարևորը մեր մեջ վրա լինի։ Թող հիվանդ լինենք, թող Տերը հետներս լինի։ Ում է պետք առողջ լինենք ինքը հետներս չլինի։ Ես էսի լուրջ համարձակ իմ համար հայտարարություն եմ անում, որ եթե պետք իմ հետ չլինի, հասկանում եք ում է պետք։ Սողոմոնը շատ լուրջ է ասում։ Ես գիտեմ ինչ է հոգու տանջանքը։ Հա, շատերս երևի գիտենք ինչ է հոգու տանջանքը մարմնի տանջանք չէ։ Ասում է ունայնություն է եւ հոգու տանջանք, ամեն բան։ Երբ էր ասում Էկլեսիասի մեջ, երբ որ ինքը կանանց երեսից Տիրոջից հերեցել էր,
ու ինքը ամեն ինչ ունենալով Տիրոջ ներկայությունը չուներ, ասում էր ունայնություն է հոգու տանջան։ Գիտեք, մի հատ sense մի երկու բան էլ Սաղմոսները ինքը տարբեր իրավիճակներից հելած ծնված աղոթքներ են։ Երբ որ մենք կարդում ենք ինչ որ մի սաղմոս, ինքը պրոստը սաղմոս չէր որ կար։ Այդ սաղմոսը ինչ որ մի վիճակի ժամանակ է Տիրոջից տրվել Դավիթին, որովհետև սաղմոսը եւ ուսմունք է, Տերը բան է խոսում իր կյանքի մեջ, հա, որ սենց կանես, սենց պետք է եղնծվի։ Հիմա նայեք մի հետարքիր բան, առաջի սաղմոսն ասում են՝ «И ходи на совет нечестивых», казалось, մարդու բերանից է ելած խոսքերը, բայց Աստծո խոսքն է խորհուրդ մարդու։ Ու գրված է «Вашими устами научу вас»։ Մեր բերաններով մեզ սովորացնում է։ Ես մի անգամ Բերտի մեջ գնում եմ մասնակցություն եմ ունենում այդ տղաների հետ, ունենց վատ եմ եղնում, նստում նարդի եմ խաղում, դե ժամանակ ես ուզում անցկացնես, բան, հետո մի քանի հատ խոսակցություն, բան, հելնում եմ, տեսնում եմ շնորհքից ընկած վիճակ, գալիս եմ, մի երկու ժամ աղոթում եմ, որ խելքս գլուխս է գալիս, օրում աղոթում եմ, ասում եմ, «Защити меня, Бог мой, защити», գիտես իմ բերանից, ասում եմ, հենց ինձի ես եմ ասում, էլի, բայց գիտեմ ասողնով է, тебе надо не защищаться, тебе надо очищаться։ Հասկանում ես, այսինքն ինչ ես դրել ու պաշտպանվում ես։ Ես պետք է մաքրվել ու հասկացա, որ սխալ նապրավլենով եմ։ Ես ջանք պետք է գործադրեմ, հետ պետք է մնամ։ Ես էլ հարիմի սիրում եմ իրանց հետ նստել ու մի հատ էլ իրանց խաղերի մեջ խաղեր խաղամ։ Ամեն։ Դրա համար մի շատ կարևոր բան որ հասկացել եմ, օրինակ Դավիթը երրորդ սաղմոսը, երբ որ աղոթում է, հիշում ենք, այդ սաղմոսը աղոթելուց առաջ պատմություն կար։ Ինչ պատմություն կար։ Ինքը փախել էր իր տղայից Ավուսաղոմից։ Ով էր Ավուսաղոմն մենք գիտենք, ինչ իրավիճակի մեջ էր ակազած եղել Դավիթը մենք գիտենք, հա, հասկանում ես, ունտեղ այդ տվյալ իրավիճակի մեջ Տիրոջ հետ խոսալուց նայեք ինչ հետարքիր է ասում է, как умножились враги мои, многие восстают на меня, многие говорят, нет его душе спасения։ Հասկանում ես, ու հետո գալիս է միտեղ ամենաշատ որ իմ դուրս գալիս է, ասում է, ложусь я и спокойно сплю։ Ибо на тебя надеюсь, ում վրա էր հույսս, ում հետ հանդիպում ունեցավ։ Գիտեք, երբ որ մենք Տիրոջ հետ են ամենախառը վիճակի մեջ էլ, որ աղոթքի մեջ հանդիպում ենք ունենում, գալիս հանգիստ կարանք պարգենք, դաժե շատերը կասեն, հայ ախպեր ջան, այս վիճակի մեջ քնել կլինի, տղեն իրա հելե իրա հետևից ենք, ուզում է սպանը եկե պարկը հանգիստ քնել, այնտեղ մինակ որ իրա հետևից չերինք է, իրա եւ իրա ժողովրդի հետևից երինք է։ Համաձայն եք թե չէ։ Կամ 63 Սաղմոսի մեջ երևի 62 հայերենով, որ գրված է Պսալոմ Դավիթը, когда был он в пустыне, հա, այսինքն տարբեր իրավիճակների մեջ խոսում էր, այնտեղ խոսում էր որ ուտրը, դնյոմ, վեճերը, այսինքն առավոտ, ցերեկ, գիրիգուն, որովհետեւ մեր անապատյան, մեր այդ փորձությունների ժամանակ մեզ պետք է էլ ավելիով աղոթող ու կարտածող դառնանք։ Էլ ավելիով պետք է առավոտ, ցերեկ, գիրիգուն, լավ կլի միշտ ունենանք այս կանոնակարգը մեր մեջ, բայց որ նեղությունների մեջ ենք, որ անապատի մեջ ենք, տեսնում ենք որ Դավթին բերանից աղոթք էր իր ագանջին եւ մեզ համար գիտություն, հա ինչ անենք, այ հենց սենց։ Ու 90 Սաղմոս նոր վերցրես, վերջը այս ամեն ինչ իրավիճակներից ծնված 91 հայերենով, իրավիճակներից ծնված աղոթքներ են, ու մենք որ իրավիճակների մեջ գնում ենք Տիրոջ հետ խոսելու, Տերը կուզենա որ տվյալ իրավիճակի համար էլ խոսանք, Տերը կուզենա որ տվյալ իրավիճակի մասով էլ իր հետ քննարկենք, որ մեր անձը նախ առաջինը կառուցվի, հետո էլ այդ անձը նորից դրվի Տիրոջ փառքի ու անվան համար։ Ու ես շատ եմ տեսել, երբ որ մենք նորից եմ ասում ամենամեծ փառքը Տիրոջ տեսնում ես այն ժամանակ, երբ որ Տիրոջ տան մեջ, երբ որ Տիրոջ ժողովրդի համար մի բան ես ուզում անես։ Ես ահա որ օրհնված մարդ եմ։ Իմ կյանքից ամեն մի բնակավարը Քրիստոսն է թագավորում, հավատում եմ։ Շատ տեղեր խանգարում եմ, ահա որ եմ խանգարում, բայց իմ աղաչանքն է, արա այն ինչ ուզում ես, հա, չզիջես ընձի, ուզում եմ որ քո թագավորությունը գա եւ քո կամքը լինի։ Ու մի դառնամ ասնավնոյ այս նորից Մատթեոս 6-րդ գլխի մեջ, հա, երբ որ խոսում ենք, ասում է Отче наш, հա, сущий на небесах, да святится имя Твое, թող քո անունը սուրբ լինի, հա, քո թագավորությունը գա
եւ քո կամքը լինի։ Թագավորությունը զգա կյանքիս բոլոր բնակավարներում, որ միտեղ չեղնի, որ ես թագավոր եմ։ Օրինակ մեկ ես մեր տղաներին որ նայում եմ, օրինակ մեզի ավելի հեշտ է իմ կյանքս ապրած տղեկին մի քիչ ավելի հեշտ է հասկանալ որ դու մեզից ինչ ղեկավար քո կյանքի մենք մեր կյանքը ղեկավարելով բերինք դժոխք հասցրեցին գոնա համի ֆակտ ունենք արձանագրած որ ես իմ կյանքս ղեկավարելով էլի նորից ինքնուրույն ուզում եմ մեր տամ ապրեմ այստեղ մեզի դժոխքի դեմից դուրս է բերում, հա, նորից ելնում դու ես նստում ռուլին։ Էլի նորից դու ուզում ես առնես ու մի տեղ ես տաս, էսի մի խայտարակ վիճակ է։ Շատերը կան որ չեն կարացել ֆակտ արձանագրեն իրանց ոչինչ լինելը։ Ես միշտ մի բան եմ հասկացել, Տերը գործ ունի այն մարդու հետ, ով որ իր ոչինչ լինելը արձանագրել է, հասկացել է։ Իր էությունը տեսել ու ճանաչել է։ Հա, երբ որ մարդը ինքը իր էությունը տեսնում ու ճանաչում է, իր վիճակը կարող է բռնացնի ու հասկանա ինչ վիճակի մեջ է ինքը, այդ ժամանակ մարդն հանձնվում է, ասում է վայ։ Հա, ու այն մարդն է, ով որ հավատում եմ Տիրոջ հետ հանդիպում է ունենում, հավատացեք, հանդիպում պետք է ամեն աղոթքի ժամանակ։ Հա, գոնա որ մի օրվա մեջ չի ստացվում, մի քանի օրերի մեջ գոնա տանջվենք, մինչև որ հանդիպում ունենանք, որովհետև հենց հանդիպում ունեցանք Իսայի դեպքում շատ հետաքրքիր է։ 5 գլուխ ասում է վայ ձեզ, 6-րդ գլխի մեջ հենց սկզբից հենց հանդիպում է Տիրոջ հետ, ասում է վայ ինձ, որովհետև տեսնում ես որ մարդը տեսավ իրան, հա, ու այն մարդը ով որ տեսավ իրան, հասկացավ իր այդ զրո վիճակը, իր այդ Տերը կսկսի արդեն գործանելը, որովհետև Տերը ինչից սարքեց մարդուն հող ու փոշուց։ Եթե դու այդ ֆակտը չես արձանագրել, հələ դու քեզի մի լուրջ լեռան տեղ ես դրել, Տերը լուրջ լեռից ոչ մի բան չի արարում։ Տերը հող ու փոշուց է արարում։ Դրա համար մենք երբ որ մեզի մեր վիճակը տեսնենք ու հասկանանք որ իրոք հող ու փոչի ենք, ով եմ ես, ու այս վիճակով Տերը կուզենա որ քեզ տանի ու քեզ օգտագործի, ու ինքան կարևոր է որ դու այդ վիճակը հասկանաս, որովհետև մի հատ ձեզ հետաքրքիր բան եմ ուզում ցույց տամ, Տերը ինքը օրենք ունի, համաձայն եք թե չէ, ու այդ օրենքը տրված է նրա համար, որ մենք իրան նարուշատ չենենք, համաձայն եք թե չէ։ Հիմա մի հատ էլ բան ասեմ, բայց ոչ թե դիմացինները նարուշատ չենեն, այլ մենք չենենք, այնց էլ չի որ մենք կարում ենք այդ օրենքը պահենք։ Հիմա մի հատ բան եմ ուզում ասեմ, երբ որ Տերը քեզի 3 հոգի վստահ է, իմ մասին եմ խոսում, ու դու այս օրենքը գիտես, եթե դու իրան ճանաչողություն չունենաս, դու այս օրենքը հերիքի օր այդ մարդկանց փրտես ու ղրգես կախաղան։ Ենքան այս կյանքերն ուտելու, մինչև որ այս մարդիկ հոգնած ես տան ասեն, էս ինչ է։ Հասկանում ես, որովհետև դու այս օրենքով դրել ես իրանց ես չափում։ Այս օրենքը տրված է մենք մեզի վիճակի բերելու, իսկ իրանց էլ հասկանալու ինչպես Քրիստոս հասկանալու, եթե դու քո անձիդ ոչինչ եղնելը ու ամենապիղծ, չար, խապեպա, հասկանում ես ինչ եմ ասում, այդ ֆակտերը քո մեջ արձանագրված չլինի, ինչպես Պողոս առաքյալը իր կյանքի մեջ մեղավորների գլուխ իրան անվանեց, քո պրոստատակ սիրուն խոսքեր չես, չէր ասում, ինքը հանդիպումից խորացավ, մինչև որ լավ լուրջ բաներ արձանագրեց, որոնցից մեկը իր անձի մասին ով եմ ես, հա, ու երբ որ դու գիտես ով ես դու, դիմացինը որ մի հատ սխալ է, ինձ դաժե եղել է որ ասում են դու չտեսար ինչ արեց, ասում եմ այախպեր որ գիտենաս ես ինչեր եմ անում, հետո ինչ որ շատ տեղից ծածուկ է, որ գիտենաս ես ով եմ, հետո ինչ որ արդեն շատ բան եկա չեմ անում, որ չեմ անում արդեն շատ լավն եմ, ու այս սանձը ինձ պահում է որ ես դիմացինին չուտեմ, ու Տիրոջը մարդ է պետք իր ժողովրդի համար, որ ժողովրդին չուտի, որովհետև արտարությունը մի աննորմալ բան է, երբ որ մենք մեր արտարությունով մտնենք Աստվածաշնչի մեջ, մենք մարտակեր ենք դառնալու, հա, բուկվալնի հերիք է մի 10 օր որ մեկը ստեղ կրոնական, հա, վերցնի ղեկավարությունը իր վրա ու տեսնելու եք, մի 15 օր հետո ստեղ էլ մարդ չկա, որովհետև սաղ տեսնելու են, որ այս մարդն եկել է թեկուզ Աստծո խոսքներ դեմը դրած, հա, Աստվածաշնչով էր խոսում, բայց ոչ մի շինություն չկար, բացի նրանից, որ մարդկանց տարավ հաստրեց դատապարտության։ Դրա համար փառք Աստծո ես եկեղեցի ու ծառայողների համար, հավատում եմ, որ մենք բոլորս տեղից շինություն ենք առնում, որովհետև մեր մասին մտածում են ու մեզ են մատուցում այս ամենը, այսինքն մեր անձի շինության համար։ Մեզից էլ լավ գիտեն, ես այնքան բան կա, որ դաժե տեսել եմ որ Տերը ինձ ասել է
գիտենամ որ ցույց տամ չես ջղայնանա, ցույց կտամ, ասում եմ, բայց ջան, ինչի մասին է խոսքը, գիտեք, խայսատս ու խառնվածքս գիտենալով, նախանձախնդրությունս գիտենալով, գիտե որ կարող է եւ մեկ-մեկ մոտեցել եմ մարդուն, ասել եմ, «Վсё, ժորերը թավակիր ու դու հելար ստեղից»։ Այս տունը այն տեղը չէ, դաժե ասում եմ աշխարհիկները, հա, երբ որ տաճարի ներսը մտնելուց առաջ այնքան եմ տեսել, պապիրոզը հանում են, դնում են, բանի դրադեմը նոր են ներս մտնում, էլի, այս մարդը պապիրոզն ու այն ամեն ինչն առը եկե մտե տիրոջ տան մեջ, էլի, միտեղ սենք նախանձախնդրությունը ծախ խառնում է իրար բան, բայց Տերը ասում են իրիվնույն դատա ոչ տոբինիս ագրիշիչ։ Տերն ասում է Գաղատացիների 6-րդ գլուխի մեջ առաջի խոսքից ասում է. «Իսկ դուք հոգևոր եք, եթե մեկին հանցանքի մեջ բռնել եք, հեզության հոգով իրան ուղեք, որ դուք էլ չընկնեք զանազան մեղքերի մեջ»։ Ու սրա համար ես որ ուզում եմ կենտրոն տամ, ամենակարևոր բաժինն որ անում եմ, գրված է «Прежде всего помолитесь»։ Ամենից առաջ աղոթում ու նոր ասում եմ, Տեր ջան, ուժ, կարողություն, զորություն, ես այդ հիվանդի մասին էլ որ նոր պատմեցի, չէ, ավելի լավ էր մենք այդ ժամանակ այդ խեղճ հիվանդը չերը ջոգում, մենք ինչ էինք աղոթում, ինչ էինք խոսում, ավելի լավ էր մենք առանցին մեզի համար ուժ, կարողություն, զորություն, իմաստություն, գիտություն մի հատ ուզենայինք, որ տեսնենք այդ մարդու հետ ինչ անենք, ոչ թե այդ մարդուն վրան ճվանք, որ ինքը ինչ անի, հելքելա, ոնց էլ նոր ելնիշ տը կելնի կելա, հասկանում ենք ինչի մասին եմ խոսում, եթե մենք մի ոտ առաջ բրձել ենք ու բժշկվել ենք, այսօր պետք է մտածենք այն մնացածի մասին, ով որ հիվանդ բարգած է, ոչ թե որ իրան աղոթենք, լավ խորը աղոթենք, կշտանա, դժվար էլի, ես ասեմ, փորձած է, Աստվածաշունչն ասում է, Հակոբոս գլխի մեջ է ասում, որ աղոթես չի կշտանա, հա, չի տականա, դրանով աղոթքով չեն կշտանում ու տականում, այլ մենք մեզի համար վիճակ ուզենան, հա, ասում փառք կնոջս համար ժամանակ կար, որ առանձին աղոթքիս ամենամեծ թեման, որ ասում եմ Տեր ջան, են ծերա, որ ինքն էլ ես ամեն ինչի հետ հոժարվի, էլի, որովհետև ես մարդիկ կան, որ պիտի բերեմ իմ տունը սպայեմ, ու այն ժամանակ պիտի պայեմ, երբ որ այս մարդիկ իմ տունս մի անգամ նենց են տարել, բան չէին թողել, ինքն է շատ նեղեցել էր, որ ասում է, կան կերակրեցի, գոնա իմ շորերս չտանեին, այ քեզի բան, նենց էլ բան է ունի։ Ուզում եմ ասեմ, այդ ամեն ինչի մեջ աղոթում ես, որ Տերը քեզ գիտություն տա, խորհուրդ տա, զորություն տա, երկյուղ տա, որ կարանաս իրան ճիշտ ծառայես, որ կարանաս անձդ դնես, որովհետև Տերը մեզի չի կանչի, որ մենք հրամանքներ արձակենք, Տերը կանչել է մեզի մենք մեր անձը դնելու, իրոք եմ ասում, իշքան է բարձր ճվանք, Տերը մեր շշունքից էլ, հələ չես խոսած էինք արդեն գիտե, այդ որ բարձր ճվում ես, մի կասի լավ, եսի ջղայնացած եք այնի մի բան անեմ, դեն չի կարա լինի։ Տիրոջ մոտ շատ հստակ ինքը ուզում որ մենք հասկանանք, թե ինքը ինչ է ուզում որ անենք, ոչ թե որ եկել ենք վախր Տեր ջան, ինձի համար էլ չեմ ուզում, բաժանաղիս համար եմ ուզում, այ ախպեր ինչ կապ ունի, դու հարցու Տերն ինչ է ուզում, այսի իմ համար եմ ասում նորից, էլի, որովհետև ժամանակ ես էլ շեղվում եմ, ու մեկ է տեսար, հետո աղոթքիցս դուրս եմ գալիս ու նայում եմ ասում եմ, այդ ինչ էի խոսում այո, լավ է որ ասված տեսանելի չէ, թե չէ այնտեղում գեդին է կմտնեի, պատկերացու տեսանելի, դաժե որ տեսնում ես, այսօր ավակ աղբերների մոտ եղել է, գնացել եմ մի քանի բան խոսացել եմ, ելել եմ մանտրաժ, ուրիշ կողմ գնացի, ելա պիտի տուն էր տայ, դարե ուրիշ կողմ եմ, այնքան մանտրաժ եմ ինգե իմ խոսացած, հիմարություններ դուրս տվեցի, ելել եմ ունձի համար այդ չիտեմ ուր եմ գնացել, հետո նոր խելքս գլուխս եկավ, դարա, դե պատկերացրեք Տեր նոր տեսանելի եղնի։ Խոսում ես հետը, թե պրոստը նորից եմ ասում, կա աղոթքի տեսակ, որ sense մի հատ սիրուն բարերով կողքիներից նայ մի ինչ եմ անում։ Մինայ ես ցույց եմ տալիս բարերի նենց իրար վանքերով, շահկապված, բանաստեղծություն, առոգանությունս բչես ասի։ Հասկանում եք, այստեղ չէ, այս ամեն ինչը Տիրոջ հետ կապ չունեցող մի բան է։ Մենք հասկանում ենք ում այդ գործ ունենք։ Ինքն ինչ է ուզում, ինքը մեռածին կյանք տալ է ուզում։ Ինքը կորածին իր տան մեջ բերել է ուզում։ Ինքն ուզում է, որ ամեն մեկն է փրկվեն, ամեն մեկը, որ մեկն էլ չկորչի։ Այդ վերապրումը ես այդ էլ ժամանակ առ ժամանակ չեմ կարող ունենամ, որ իրոք լուրջ վեր եմ ագնում, թե ավտոմատի դրած գնում եմ վокзալ ծառայության, հա, ասեն ճամփեն միտք եմ առնում, էլի, ասում եմ, չեմ գնում, էլի։ Գնում եմ, որովհետև 3 անգամ զանգեցին, ասեցին աղբորպես, մեղք է այս մարդը, էլի։ Գնամ մի հատ նայի, կարող է կարանակ տանեք,
ու ճամփեն ունենց եմ հանդիմանվում, ասում եմ Աստված ջան, զորում են, քաշում են, որ գնանք, որ հասնենք, մի հատ վերաբրում չունես, թե վայ, այդ մարդը հեշտանք հասնեն, երբ որ Տիրոջ մեջ ես, չես կարում, հելնում ես ու գնում ես, ինքդ անում ես ու դու գնում ու վայելում ես, էլի, հասկանում եք, իսկ երբ որ աշխատանքի ես գնում, Տերը ների թե աշխատանքի գնանք, էսի մի լավ բանի չի տանելու մեզի, լավ է որ ինքը կա ու ողորմության այցելություն է անում ու հանդիմանվում ենք, փառք Իրան ամեն ինչի համար, նորից ու նորից սա խոսածածիս միտքը աղոթելուց գիտենանք ինչ ենք աղոթում, բայց եթե մենք բանել չունենք Տիրոջ տան մեջ անելու, մեր աղոթքը շատ ջեմուկարակի մասին է ունի, հասկանում ես, այն մարդը, եթե չի մտել, չի սկսել ինչ-որ մի բաժնի մեջ, նախ առաջինը մեր անձի կառուցման համար, երկրորդն էլ դիմացիների համար կյանքեր ես դնելու։ Ես մի հատ հետարքիր հայտնություն ունեցա, երբ որ ինձ ծառայում էին, ես կանգնած էի, բայց երբ որ ես սկսեցի ծառայել, սկսեցի աճելը ու չեմ էլ չի թվում որ շատ աճել եմ, մեր աճելը դեպի ներքև, դեպի զրո, դեպի ոչինչ դառնալու մասին եմ խոսում, ոչ թե ես իմով դարձանք, էլի, այսինքն սկսեցի էլ ավելիով իմ էությունս, իմ վիճակս տեսնելը, իմ մարդ էությանս ուշադրություն դարձնելու իշքան վադն է ու դուրից ավելի շատ ես Տիրոջը սիրում։ Ես ամեն անգամ աղոթքի մեջ որ իմ վիճակս տեսնում եմ ու նայում եմ այ Աստված ջան, ասում եմ, սրան էլ սիրել կլինի, հələ մերոնք սաղ հեշտ մարդ չի տեսնում, դու սաղ ես տեսնում, ամեն բան, ուտկանից հետո լնձի սիրում ես։ Այդ դրանից ավելի ես սիրում իրան, ինչ Աստված ունենք։ Ու մեր աղոթքի նպատակը թող լինի իրան հաճո լինելու, իր համար ապրելու, իրանից հասկանալու, թե ինչ ենք անելու։ Ոչ թե գնանք Տիրոջը ասենք ինչ անի Աստված, այլ գնանք Տիրոջից հարցնենք ինչ ես ուզում քո համար անեմ։ Ինչ անեմ, որ քո կամքին համապատասխան լինի։ Ես դրա համար նորից եմ ասում, մեր աղոթքի ամենամեծ նպատակներից մեկը թող լինի, թող մեր կյանքի ամեն մի բնագավառում իր թակավորությունը գա եւ ամեն իրավիճակի մեջ իր կամքը լինի։ Ամեն։